Բարի երեկո Աստծո ժողովուրդ։ Ողջունում եմ բոլորիդ։ Անկեղծ շատ ուրախ եմ, որ այսօր ձեր մեջ եմ իրար հետ ենք։ Թույլ տվեք ասեմ, վաղուց ինձ համար արդեն հարազատ դարձած քույր-եղբայրներ ջան, անչափ կարոտել ենք ձեզ։ Եվ սա խոսքեր չի ընդհանրեն, իրականից։ Աշխարհմանալի, ասում եմ, Արատին մանչելմա գագաթ չկա, ես իմ մասի սարն եմ սիրում, հա։ Իմը մնում եմ, եկեցի մերը մնում եմ մերը։ Ես այսօր չեմ քարոզելու շատ կարճ մի փոքրիկ խոսք ուղակի ճանապարհին, որ միտքս վերցրել է դրա մասին խորհում էի, դրա մասին կիսվեմ, բայց հետո առիթ կունենանք մի քիչ ավելի ուրիշ թեմաների մասին խոսելու։ Գիտեք, աշխարհը լիքն է գայթակղություններով։ Ուր ուզում ես նայ, ոնց ուզում ես արա, աշխարհը իր գայթակղություններն առաջարկում։ Ավելին ասեմ, ինք ուրիշ բան չունի էլ տալու։ Իր առաջարկությունը միմյան գայթակղություն է, իսկ եթե կա գայթակղություն, դրա կողքին կա պարտություն եւ գերություն հետեւաբար։ Եվ մարդը ինքն իր թեթև ձեռով ստորագրում է իր գերությունը եւ ընկնում է այդ գայթակղությունների գիրկը։ Բայց մի պահ կա մի իրավիճակ, որտեղ գայթակղություն ընդհանրապես չկա եւ այնտեղ միմիայն խաղաղությունն է։ Եվ հենց այդ համարն եմ ուզում կարդամ, որից հետո աղոթքով գանք Տիրոջ առաջ, դա գրված է Սաղմոս 119-165-ում։ Շատ խաղաղություն կա քո օրենքը սիրողների համար եւ գայթակղություն չկա նրանց համար։ Բոլոր նրանք, որ սիրում են Տիրոջ օրենք, իրանց համար գայթակղություն չկա, որովհետեւ իրանք այդ գայթակղություններով աշխարհի հրամցրեք արած այդ գայթակղություններով չեն հրապուրվում։ Իրանք մի բանով են հրապուրվել, մի բան են սիրում Տիրոջ օրենքը։ Եվ իրանց համար խաղաղություն շատ կա եւ գայթակղություն առհասարակ չկա։ Օրհնյալ է իր սուրբ անունը։ Եվ ոտքի կանգնենք աղոթքով գանք Տիրոջ առաջ եւ մեր սրտերը պատրաստենք լսելու խոսքը եւ փառաբանելու իրան։